Սա տնական խաչապուրի այն տարբերակն է, որը ես գերադասում եմ մյուսներից։ Գաթայի խմոր է։ Հորից լցոնելու դեպքում հանգիստ կստացվի տնական գաթա։ Ինչ ենք անում։ 4 բաղադրիչները միացնում ենք իրար, վերջում ավելացնում ենք մածունը և ձուն և հունցում խմոր։ 250 գրամ կարագ կամ մարգարին, 2 կամ 3 ձու, քանի որ խաչապուրի է, ես սպիտակուցներից ձվերի երկուսը առանձնացնում եմ և ավելացնում եմ պանրի վրա։ Ուրեմն 2-3 ձու կամ ձվի դեղնուց, մեկն էլ քսում ենք վերջում երեսին։ Կես թեյի գդալ աղ, 1 լավ թեյի գդալ սոդա, վերջ։ Հունցում ենք, սպասում ենք մի կես ժամ։ Ինչպես նախորդ տեսանյութի մեջ եմ ասել, սոդան սկզբում գցեցի ալյուրի հետ, վերջում մածունը։ Այսպես այդ բաղադրիչների ռեակցիան ավելի դանդաղ է տեղի ունենում և խմորը փխրուն է ստացվում։ Առանձին ամանի մեջ պանիրը իհարկե սովորական պանիրը, մի քիչ աղի, սովորական տնական պանիրը մեր դեպքում, 250 գրամ, 300 գրամ այդ սպիտակուցների հետ միախառնում եմ և գունդը բացելուց հետո քսում եմ մեջը, կողքերից վրա եմ բերում, ձուն քսում եմ և թխում։ Դժվար բան չկա, միշտ էլ հանգիստ ստացվում է։ Այստեղ ինչն է կարևոր, որ ալյուրը շատ չլինի երևի, շատ չոր խմոր չստացվի ամեն դեպքում։ Դրա համար ամեն ինչն էլ աչքաչափով եմ անում, կարելի ասել, իմ փորձից ելնելով։ Փորձը կարևոր բան է։ Սա խոհարարական ալիք չէ, բայց քանի որ իմ առօրյայի հիմնական մասը այժմ խոհանոցն է, և ամբողջ կյանքում ես եմ տան հոգսը հոգացել, եփել, թխել, ես էլ ունեմ որոշակի փորձ և այստեղ կարող եմ կիսվել։ Երիտասարդ ժամանակ, երբ այսքան ինֆորմացիա չկար, միայն խոհարարական գրքեր էին, այն էլ չոր ու ցամաք տեքստերով, երբ հնարավոր չէր լինում լավ թխել, երազում էինք լավ միքսեր ունենալ, երազում էինք լավ ջեռոց ունենալ, չկար։ Հիմա և համացանցի անծայրածիր հնարավորությունները կան, և կարելի է ասել մթերքն է հնարավոր հեշտությամբ ձեռք բերել։ Ես ունեմ այն լավ տեխնիկան գերմանական միքսերի կամ լավ թավաների ու մնացած այն ինչ որ ես ցանկանում էի ունենալ երիտասարդ ժամանակ, ես հիմա ունեմ, բայց դեռևս չունեմ այն ցանկությունը դրանցով աշխատելու։ Պատրաստելու ժամանակ, ինչպես սովորական օրերին եմ անում, ճիշտն ասած, այդ եղանակով էլ փորձում եմ արագորեն թխել, խմորն անել, որովհետև իմ դեպքում հոգեվիճակից շատ բան է կախված։ Ես քանի այդ պահին ունենում եմ անելու
հնարավորություն, արագորեն գործի եմ անցնում և շատ բաներ ցուցադրական կամ դիզայնի իմաստով չեմ անում։ Իհարկե շատ գնահատում և կարևորում եմ այն մարդկանց, որոնք տեսանյութերում, ինչքան ասես հետաքրքիր են մատուցում նյութը, բայց այսօր իմ միակ խնդիրը դեռևս այս տեսանյութերի միջոցով կյանքս ինչ-որ ձևով չասեմ ակտիվ պահելու, այլ պահելու հնարավորություն եմ ստեղծում, միտքս մի քիչ այլ ուղղությամբ աշխատացնելու հնարավորություն եմ ստեղծում և ամենակարևորը չեմ ուզում կապը կտրել աշխարհի հետ, կյանքի հետ։ Բոլորն ովքեր որ YouTube-ում տեսանյութեր են տեղադրում, չասեմ յութուբերներ են, տարիների ընթացքում իրենց վրա այդ դրական ազդեցությունը զգում են, զգացել են, սա ստեղծագործել է ամեն դեպքում, կյանքի հետ կապը պահպանել է, զարգանալ է, սա նշանակում է շարժման մեջ լինել, սա նշանակում է կյանքի հետաքրքրությունը չկորցնել, իմ դեպքում նույնպես կապը կյանքի հետ, քանի որ ինչպես մտածում եմ, որ կողմից էլ մտածում եմ, ուրիշ տարբերակ չունեմ։ Իմ պատասխանատվության բեռն էլ է շատ և լիքը հարցեր են մնացել օդում կախված, որոնց պատասխաններն ուզում եմ ստանալ։ Թխում ենք 170 աշճան ջեռոցում կես ժամ։